Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան փողոցում շինարարական եռուզեռ է։ Ասֆալտապատման աշխատանքներից առաջ Վիոլյաջուր Փարաքարի համայնք համագործակցությամբ հին ու մաշված ջրագծերն են նորով փոխարինվում։ Տասնյակ տարիների ընթացքում կուտակված ջրի խնդիրը իհարկե մեկ օրում չի լուծվի, սակայն գյուղերում փուլ առ փուլ իրականացվող աշխատանքները լավ նախադրյալ են իրավիճակը բարելավելու եւ խնդիրը վերջնականապես կարգավորելու համար։ Քայքայված խողովակները, առկա ապօրինությունները, պարբերաբար կրկնվող վթարները թույլ չեն տալիս Վիոլյա թիմին ճշգրիտ հաշվարկներ անել ջրաքանակը բաշխելու համար։ Ու երբ գյուղի այս հատվածում համայնքը ասֆալտապատման աշխատանքներ սկսեց, որոշվեց նաև ջրագծերը փոխել։ Տեղ-տեղ կտոր էինք փոխում, որ բնակիչներին կարողանանք ժամանակավոր ջուր տանք մինչև հասնենք վերջնական լուծում։ Այս պահին խնդրի վերջնական լուծումն արդեն գտնված է, աշխատանքները մեկնարկած։ Երևանյան փողոցում 60 բաժանորդի համար կփոխարինվի 1 կիլոմետր երկարությամբ ջրագիծ։ Վիոլյայում չեն բացառում, որ բաժանորդների թիվը կավելանա, հասնելով 100-ի։ Նշեմ, որ այս հատվածում 1 կիլոմետր ջրագծի 200 մմ ջրագծի մոնտաժման աշխատանքներ արում եւ շահագործումից դուրս է գալու 3 այս հատվածում 3 եւ եւս 1 խողովակ ներքևի հատվածում, այսինքն ընդհանուր փողոցից դուրս է գալու 4 խողովակ, որը 60-ական, 70-ական թվականներից կառուցված ջրագծեր էր, առկային բազմաթիվ ապօրինի միացումներ, առկային գաղտնի վթարներ։ Մերձավանում աշխատանքներ են նախատեսված նաեւ երիտասարդական փողոցում, որտեղ պետք է փոխարինվի 600 գծամետր հատված։ Այստեղ աշխատանքները կմեկնարկեն Երևանյան փողոցի ավարտից հետո։ Արդեն իսկ բազմաթիվ ապօրինի միացումներ են հայտնաբերվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ խցապակվել են։ Շատ խիստ մոտեցում ենք ցուցաբերելու բոլոր ջրագողություններին։ Աշխատանքների ավարտին անհամբերությամբ սպասում են ոչ միայն բնակիչները, այլ նաև համայնքապետարանը։ Ջրից դժգոհությունների հիմնական մասը հենց նրանց է ուղղվում, բայց ավելի քան համոզված են, որ այս աշխատանքներից հետո իսպառ կբացառվեն դժգոհությունները նախորդ համագործակցության փորձը աչքի առաջ ունենալով։ Որտեղ որ աշխատանքներն իրականացվել են, կարելի է ասել գրեթե ամբողջությամբ վերացված են այդպիսի բողոքները։ Համայնք մասնավոր հերթական համագործակցության լավագույն օրինակը ակնհայտ է Մերձավանում, իսկ այս համագործակցությունը բարձր են գնահատում համայնքում։ Համատեղ կարողացել ենք իրականացնել Թայրովում Արամ Խաչատրյան փողոցի ջրագծի վերակառուցման աշխատանքները ու Վիոլյաջուր ընկերության ղեկավարության հետ բարբերաբար իրականացնում ենք ու շարունակական են լինելու։ Աշխատանքների ավարտից հետո Մերձավանում ջրի խնդիրն այսպիսով կկարգավորվի, սակայն սա խնդրի միայն տեխնիկական լուծումն է։ Դրա երկարաժամկետ արդյունքը պահպանելու համար առավել կարևոր է բնակիչների պատասխանատու վերաբերմունքը, բացառվեն ապօրինությունները, չվնասվեն ջրագծերը եւ յուրաքանչյուր բնակիչ վճարի իր օգտագործած ջրի դիմաց։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի պահպանել կատարված աշխատանքների արդյունքը եւ ապահովել ջրամատակարարման բնականon ու կայուն ընթացքը։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։